շաբաթ օրը ամսի 25-ին նշում ենք քաղաքացու օրը եւ այդ օրը ժամը 13-ից Ամիրյան փողոցի վրա լինելու է այսպես ասած խորոված փարթի հեղափոխության ավանդույթների համաձայն, իսկ երեկոյան ժամը 20:00-ին Հանրապետության հրապարակում մեծ տոնական համերգ լինելու։ Ինչու է Փաշինյանը որոշել նախորդ տարիների քաղաքացու օրվա համեստ միջոցառումներն այս անգամ փոխարինել խորոված փարթիով։ 2025-ին նա ապարանում կրթվել է նորաձև շարժմաններ մասնակցում։ 2024-ին Գեղարքունիքի մարզում էր, 23-ին Տավուշում։ Քաղաքացու օրվա ամենաակտիվ միջոցառումները Երևանում միայն 2019-ին են անցկացվել, 2018-ի հայտնի իրադարձություններից մեկ տարի անց։ Այդ օրը Փաշինյանը խորոված էր անում քաղաքացիների հետ փողոցում։ Նախընտրական շրջանում Փաշինյանն այժմ ցանկանում է վերակենդանացնել 2018-19-ի քաղաքացիների տրամադրությունները, ասում է քաղաքագետ Բենյամին Մաթևոսյանը։ Ինքը փորձում է վերակենդանացնել 18-19 թվականների այդ միասնության լեգիտիմության նաև ոգին, որը կար, որը իրեն թույլ տվեց գալ իշխանության եւ հետագա բոլոր գործընթացները իրականացնել։ Քաղաքագետի խոսքով նույն նպատակն ուներ նաև օրեր առաջ Փաշինյանի կազմակերպած ավտոերթը դեպի Գյումրի քաղաքի կենտրոնական հրապարակում նրա մասնակցությամբ համերգը, որը քաղաքագետը տապալված է համարում։ Մենք տեսանք, որ եթե մենք մի կողմ ենք թողնում այն մարդկանց, ում հետ Նիկոլ Փաշինյանը իր հետ բերել էր Գյումրին մերժեց այդ հավաքը, ընդամենը մոտ 1000 հոգի եկավ, բայց ինչու էր նա դա ուզում անել, որովհետև մտքում 18 թվականն էր, 18 թվականի ոգին։ Բենյամին Մաթևոսյանի կարծիքով Փաշինյանը փորձում է մոբիլիզացնել իր ընտրողներին, այդ թվում այն մարդկանց, որոնք ուշադրության բացակայության պատճառով կարող էին գալիք ընտրություններում այլ ուժի ընտրել։ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ընթացքում ինքը փորձում է հնարավոր բոլոր ձևերով կաշառել այն մարդկանց, ում ինքը կարծում է, որ իր պոտենցիալ ընտրողներն են, ու այդ կաշառքը տարբեր ձև կարող է դրսևորվել, թոշակներ են բարձրացնում, մարդկանց կերակրում են, դա կաշառքի դրսևորման ձևերից մեկն է։